Ողջույն հարգելի հայրենակիցներ, հունիսի 18-ից 21-ը Սանկտ Պետերբուրգում տեղ ունեցավ միջազգային տնտեսական ֆորումը, որին մասնակցում էին տասնյակ երկրների ներկայացուցիչներ, բիզնես դասից եւ քաղաքական դասից։ Այդ միջոցառմանը հրավեր էր ստացել նաեւ Մայր Հայաստանը։ Ես ասեմ դες, որ սա Ռուսաստանի տարվա գլխավոր տնտեսական ու նաև քաղաքական միջոցառումն է, որին իր մասնակցությունն է բերում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ հիմնական մեսիջները եւ ամփոփման առումով եւ հետագա զարգացումների առումով տրվում են հենց այս կոնֆերանսի ժամանակ։ Ես նկատում եմ, թե ինչպիսի տաղավարներ կան, ինչպիսի տենդենսներ կան բիզնես դաշտում, մարդիկ իրենց ծառայություններն էին ներկայացնում եւ պայմանագրեր էին առաջարկում կնքել միմյանց հետ, եւ ես տեսնում եմ նաեւ, թե ինչպես են երկրները պայքարում, որպեսզի ներդրումներ ներգրավեն, եւ այս առումով, երբ որ մենք զուգահեռներ ենք անցկացնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ապա մեղմ ասած խայտառակություն է, այն առումով, որ միջազգային ճանաչում ունեցող եւ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում հայտնի, նաեւ ամբողջ հայ ժողովրդի համար հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը Հայաստանում քստմնելի հետապնդման է ենթարկվում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սա ակնհայտ է, որ քրյա քաղաքական հետապնդում է եւ այն դեպքում, երբ որ կրկնեմ մարդիկ կռիվ են տալիս, թե ինչ տիպի ներդրումներ ներգրավեն, ինչպես կարողանան կապիտալը բերել իրենց երկիր, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի վնասի հայկական կապիտալին, նաեւ փորձում է սեփականության վերաբաշխում իրականացնել, ինչը շատ վատ է անդրադառնալու Հայաստանի բիզնես միջավայրի վրա, ներդրումային միջավայրի վրա, որը առանց այն էլ շատ վատ վիճակում է։ Ես միջազգային տնտեսական ֆորումին չնկատեցի հայկական տաղավարներ, դրանք չկային, համենայն դեպս կրկնեմ, ես չեմ նկատել, իսկ ես ուշադրությամբ հետևել եմ, թե ինչ ապրանքներ եւ ծառայություններ են ներկայացվում ֆորումի ժամանակ, որպեսզի հասկանամ նաև այն տենդենսները, որոնք առկա են միջազգային բիզնես դաշտում, իսկ ցանկացած քաղաքականություն, ինչպես հայտնի է, դա խտացված տնտեսությունն է, այսինքն բիզնեսը շատ կարևոր է եւ բիզնես զարգացումը ցանկացած պետության համար ռազմավարական նշանակություն ունի, անվտանգային նշանակություն ունի։ Այս առումով էլ Նիկոլ Փաշինյանը կարելի ասել հերն անիծել է մեր երկրի, մեր երկրում տիրող իրավիճակի, անվտանգային համակարգի, այն որ կալանավորվեց Սամվել Կարապետյանը, դա այնքան էլ պատահական չէր, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս կամ այն ժամանակահատվածում կատարում է այն պահանջներն ու նախապայմանները, որն իր առաջ դնում է Թուրքիան ու Ադրբեջանը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացվող արշավն էլ այդ պահանջների բավարարման շրջանակներում է եւ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին հանդիպելուց առաջ հաշվետվության պես մի բան էր ներկայացնում եւ ցույց էր տալիս, որ ինքը պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե Ալիևից ստանա այն թուղթը, որի վրա գրված կլինի խաղաղություն բառը, որպեսզի այդ թղթով կարողանա խաբել հայ ժողովրդին, թե իբր խաղաղություն է բերելու, իսկ իրականում հենց Թուրքիայում ես ունեմ հստակ տեղեկություններ, որ բանակցային առարկա է դառնում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը
բանակցվում է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, բանակցվում է այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը եւ այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջներն ու նախապայմանները։ Այս առումով նա եւ վեհապարի դեմ հարձակումով եւ Սամվել Կարապետյանի դեմ հարձակումով ցույց է տալիս, որ պատրաստ է բավարարել բոլոր նախապայմանները եւ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է կարմիր գծեր անցնել, պատրաստ է բոլորի դեմ հարձակվել, միայն թե դուր գա Թուրքիային ու Ադրբեջանին եւ Ալիևից ստանա իր իշխանությանը նպաստող, աջակցող այն թղթի կտորը, որով նա խաբելու է հայ ժողովրդին եւ փորձելու է համոզել, թե իբր խաղաղություն է բերում։ Այս առումով բոլորիս արնելիքը մեկը պետք է լինի, որ համախմբված եւ միասնական ջանքերով հեռացնենք Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած իշխանությանը փոփոխության ենթարկենք